գոյություն ունենալու թե չէ, բայց Տիկին Թովմասյան, դուք լսում էի ձեզ շատ հանգամանալից դրան անդրադարձել եք, քանի որ ես որևէ ցուցակ խցկվելու խնդիր չունեմ, ես մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես 15 տարի եղել եմ ազգային ժողովի падգամավոր, եղել եմ հանձնաժողովի նախագահ եւ մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես բաց հրապարակային խոսելու եմ նաեւ ընդդիմության խնդիրների մասին։ Շատ լավ, ես էլ եմ ուզում որ դուք անպայման խոսեք, բայց հիմա որ ինքը հայտարարել է գնալու եմ Հայ Առաքելական եկեղեցու վրա, մի դիտարկում կարող եք համաձայնել, կարող եք ոչ։ Հիմա 36.5% այսօր ընդդիմությունը այս վիճակում ունի։ Այսինքն սա առաջին արձանագրում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին առնվազն այսքան մարդկանցով պաշտպանություն է։ Մենք տեսանք այս պայքարում Ռուբեն Վարդանյանի թիմին։ Ոչ, չեն մտել։ Չեն մտել։ Այս պայքարի մեջ մտել է մեր ձևով, Սամվել Կարապետյանը մտել է, չի մտել։ Գագիկ Ծառուկյանը մտել է, չի մտել։ Իրա դեմքով, պարզ է, որ այս ձայների մեծ մասը տվել են Ռոբերտ Քոչարյանին, բայց իրա դեմքով չի մտել, նշանակում է 36 ու քանի տոկոսի, իսկ այդ երկու անձինք Ռոբերտ Քոչարյանի հետ են, չէ՞, ճանապարհ անցել եւ դիտարկվում են եւ Անդրանիկ Թևանյանի ուժը եւ Սևակի։ Սևակը գիտեք որ իրենց հետ է Հայ հանրապետականներ եւ նույն հանրապետականը չի մտել։ Հանրապետական կուսակցությունը ամենակայացած կուսակցություններից մեկը, քիչ առաջ ասեցի, իրական միս ու արյուն ունեցող քաղաքական գործիչներից կազմված ուժ, այդպես է թե այդպես չի։ Չի մտել այդ պայքարի մեջ։ Հիմա եւ այսպես եւ Գագիկ Ծառուկյանը չի մտել, իր դեմքով Ռոբերտ Քոչարյանը չի մտել։ Հիմա եթե հանկարծ ինքը համարձակվի գնա Հայ Առաքելական եկեղեցու վրա, պարզ չի որ այս բոլորը պիտի պաշտպանեն Հայ Առաքելական եկեղեցին։ Լինելու են, չէ՞, բոլորը Հայ Առաքելական եկեղեցու, այնպես որ ինքը տենց իր համար որոշելա որտի Հայ Առաքելական եկեղեցու վրա գնա ո՞նց է։ Դե ես իրեն լավ եմ ճանաչում, եթե ինքը որոշելա գնալու է։ Հոկտեմբերին էլ էր գնում, ինչ եղավ։ Միևնույնն է, գնալու է, բայց ես ավելի քան վստահ եմ, որ չի կարողանալու ինքը հաղթել։ Իր աղոթքի նախաճաշը ինչ եղավ, տիկին։ Այո, իր դեմ շուր եկավ, չի կարողանալու հաղթել ինքը Հայ Առաքելական եկեղեցուն իր 1700-ամյա Եթե անգամ զավթել հիմա մեկը չես կարողանալու պատմություն մի քիչ ամյա պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցին այսպիսի պերսոնաժներ չէ, որ տեսել է եւ որևէ մեկը չի կարողացել հաղթել Հայ Առաքելական եկեղեցուն, բնականաբար ինքն էլ չի կարողանալու, ինչքան էլ ինչպես վերջերս Լևոն Զուրաբյանը մի բան բացահայտեց, ինքը դեռ շատ վաղուց էր իրան դրել Քրիստոսի հետ եւ երբ Քրիստոսի տեղ եւ երբ որ Լևոն Զուրաբյանն հրավիրել էր իրենց տուն, իր ձեռքով խորոված էր արել, ասեց հիմա ինչպես ժամանակին Քրիստոսը իր ձեռքով լված իր աշակերտների ոտքերը, ես իմ ձեռքով այս խորովածը ձեզ կհյուրասիրեմ։ Սա հիմա այո, ես շոկի մեջ էի, երբ որ լսեցի Լևոն Զուրաբյանին, բայց ես ուզում եմ շարունակել, ինչ արեց ընդդիմությունը այս ընտրուն, ես խնդրում եմ ուշադիր, որովհետև այս ընտրությունը նաև կարևոր էր նրա համար, որ հետևություններ անել եւ երեսպաշտությամբ չզբաղվենք, ամեն ինչ պարզ եւ բաց խոսենք, ինչ է տեղի ունենում։ Ես գործիչ եմ, ինձ շատ են հարցնում, բա որոշել եք, բա մասնակցելու եք, բա որ քաղաքական թիմի հետ եք գնալու, ես անպարկեշտ եմ համարում այսօր, երբ որ զոհասեղանին դրված է, որ ամեն օր կարող է Հայաստանի Հանրապետություն չլինել, որովհետև լսեցինք, չէ, 2 օր առաջ Արմկոմեդիի տղաներին, որոնց կարծում եմ դեռ կանդրադառնանք, տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը ինչ ասեց, ասեց մենք 110 կիլոմետր գտնվում ենք Ադրբեջանի հողում, այսինքն հələ 110 կիլոմետր Ադրբեջանին տալիք ունենք եւ վերադարձնելու ենք, ավելին ԱԳՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարեց, որ հաջորդ քայլը Տավուշի ինքը ասեց Ղազախի 3 գյուղերը եւ Քյարքին Տիգրանաշենը վերադարձնելը նշանակում է Ադրբեջանին բերել, կանգնեցնել Երևանի վրա։ Հասկանում եք, այս ֆոնին քննարկել, ես անպարկեշտ եմ համարում այս ֆոնին քննարկել, վայ ես մանդատ կունենամ, թե չեմ ունենա, որ քաղաքական ուժի ցուցակում խցկվել